եւ դրա համար այս արշավը սկսվել է եկեղեցու նկատմամբ։ Եկեղեցու նկատմամբ արշավ չի իրականացնում իշխանությունը, եւս մեկ անգամ ասում եմ, մեզ ցանկացած նորից ասեմ, որ խնդրում եմ, երբ որ ինձ հարց են տալիս, ես պիտի հարցին պատասխանեմ, այլապես կսկսեմ հարցերին չպատասխանել։ Եկեղեցու հետ կապված չգիտեմ ինչպիսի հարցումներ կան, մենք եկեղեցուն, քանի եկեղեցին ուրեմն չի ասել, որ ինքը կուսակցությունով է հանդես գալու առաջիկա քաղաքական 2026 թվականի քաղաքական ընտրություններում, իրենք մեզ քաղաքական մրցակիցներ չեն, չնայած եկեղեցու որոշ բարձրաստիճան հոգևորականներ վերջին ընթացքում զբաղվել են քաղաքականությամբ, ցավոք սրտի դա էլի բազմաթիվ լրատվամիջոցների կողմից ողջունվել է եւ նորմալ է համարվել, պիտի ասեմ, քանի եկեղեցին այդպիսի հրապարակային հայտարարություն չունի, մենք այդ հարցով մտահոգվելու կարիք չունենք, մանավանդ կարծում եմ, որ այդ սոցհարցումները իրականացնողներն էլ իրենց իրականացած սոցհարցումների վրա չգիտեմ ինչքանով են վստահ եւ չգիտեմ ինչպիսի աղբյուրներից է եկել այդ ինֆորմացիան։ Մենք որպես ամփոփում պիտի ասեմ, որ չենք մտահոգվում, վստահ ենք 2026 թվականի ընտրություններին մեր հաղթանակի մասով, որովհետեւ ամենօրյա շփումների մեջ են քաղաքացիների հետ, ի տարբերություն շատ այլ քաղաքական ուժերի, մենք ամենօրյա ռեժիմով աշխատանք ենք իրականացնում, ենթակառուցվածքների զարգացման, անվտանգության ապահովման, կրթության ուրեմն որակի բարձրացման համայնքներում, մարզերում եւ վստահ ենք, որ այդ աշխատանքները բնակիչների կողմից գնահատվում են եւ դրա ականատեսն են լինում մեր ամենօրյա շփումներում։ Պարոն Խուլդատյան, Նիկոլ Փաշինյանի գրառումից մեկ հատված եմ մեջբերում։ Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին կոչ եմ անում համախմբվել վեհարանը սիրով եւ քրիստոնեաբար ազատելու եւ որևէ իրապես սրբազան հոգեվորականի ամենայն հայոց կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ։ Հիմա սա նշանակում է, որ պետք է ֆիզիկապես մարդիկ հավաքվեն սիրով եւ քրիստոնեաբար վեհարանի շուրջ եւ կաթողիկոսին այնտեղից հեռացնեն, թե պարզապես պետք է դրա շուրջ քննարկումներ սկսվեն։ Դա նշանակում է այն, ինչը դուք ուղիղ կարդացիք։ Դրանից ավել եւ դրանից պակաս, դրանից ավել եւ դրանից պակաս։ Ֆիզիկապես պետք է գնալ սիրով եւ քրիստոնեաբար վեհարանի շուրջ համախմբվել, թե պետք է պարզապես մտքերով դա։ Երբ որ հանրապետության վարչապետը իր գրառումին ավելացնելու ինչ-որ բան ունենա, վստահաբար ինքը կանի, վստահաբար կանի։ Նոր տեխնացու impeachment առաջադրել Դավիթ Համբարձումյան։ Քննարկում արդյոք այս հարցը հասցրել են քննարկել ինչ դիրքորոշում ունեք։ Այդպիսի հարց չեն քննարկել վերջին հանդիպումների ընթացքում, պետք է ասեմ դա իրենց իրավունքն է, կարող են անել են ինչ ուզում են, այդպիսի բազմաթիվ տեխնացուներ են իրենք առաջադրել ընդդիմության տարբեր ժամանակների կարկառուն ներկայացուցիչների, դրանց իրենց ձախողումից հետո նաև պայմանականացած կարկառուն հոգևորականների, որոնք զբաղվում են քաղաքականությամբ, հիմա նշանակում, այսինքն առաջադրում են համայնքային պաշտոնյաների Մենք որպես կառավարող մեծամասնություն մտահոգություն չունենք հանրապետականի այս կամ այն առաջադրումների մասով, մենք վստահ ենք, որ իմպիչմենտի գործընթացը ձախողվելու է, հանգիստ պատրաստվում ենք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, այն վստահությամբ, որ խորհրդարանական ընտրություններին ունենալու ենք ճնշող առավելություն, այն է 50+1 ձայներով հաղթանակ ենք անելու։ Գյումրի եւ Փարաքարի ընտրությունները մեծ հաշվով թիմ ընտրություններ են եւ դրանք քաղաքական առումով մտահոգություն չունեցող ընտրություններ են մեզ համար, ինչ նկատի ունեմ, որ մարդիկ ավելի շատ անձով պայմանավորված ընտրություններ են կատարել, պիտի ասեմ, որ դրանով պայմանավորված նաեւ Գյումրիում մեր տեխնացուն առաջին տեղ է զբաղեցել, այո, ձայների թիվը բավարար չի եղել եւ ընդդիմությունը կարողացել է կոալիցիա կազմելով Գյումրիում իշխանություն ունենալ, բայց դրանք տեղային ընտրություններ են եւ հենց այդ տեղային լինելու տրամաբանությունը ապացուցվում է մի պարզ բանով, որ նույն քաղաքական ուժը նույն օրը անցկացվող ընտրություններում իրարից ընդամենը 80 կիլոմետր հեռավորության վրա խոսքը Գյումրի եւ Փարաքարի մասին է, օրինակ ապրելու երկիր կուսակցությունը միտեղ հավաքում է 57% ձայն, մյուստեղ հավաքում է 3 եւ նույնիսկ Շեմը չի կարողանում հաղթարել, սա գալիս է ապացուցելու, որ սրանք անձով պայմանավորված ընտրություններ են եւ մենք այստեղ մտահոգություններ չունենք։ Առավել եւս ես վստահ եմ, որ դուք էլ չեք կարծում, որ 2026 թվականի ընտրություններին Գյումրիի օրինակով օրինակ հանրապետությունում կոմունիստական կուսակցությունը կարող է 20 եւ ավել տոկոս ձայն ստանալ, այնպես որ այստեղ եւս մտահոգվելու ոչինչ չունեմ։
Պարոն Խուդասյան, ես խնդրում եմ, որ ձեր ձեռքը դնեք ձեր խղճին ու անկեղծորեն ասեք։ Վարչապետ Փաշինյանը իր տիկնոջ հետ 2018-ից հետո մի քանի անգամ հանդիպումներ է ունեցել Մայրաթոռում կաթողիկոսի հետ, կհիշեք են հայտնի լուսանկարն էլ Աննա Հակոբյանի մի թևանի, այսպես կարմիր զգեստը, որը քննարկվեց բուռն վարչապետի խոնարհաբար հանդիպումները կաթողիկոսի հետ։ Հիմա ինչ պատահեց հանկարծ, որ միանգամից որոշեցին պարզել կաթողիկոսի իր տեղում չէ, կուսակրոն չէ, զավակ ունի թե չունի։ Ձեզ այդ հարցը իսկապես անկեղծ եմ ուզում պատասխանել, էլի ոչ քաղաքական կոնյուկտուրայից ելնելով։ Ենթադրաբար զավակ ունենալու ինֆորմացիան կամ դրա կասկածները եղել են դրանից հետո, ես դրան նախորդած իրավիճակի մասով պիտի ասեմ, որ ես մեկնաբանելու բան չունեմ, եղել են նորմալ հարաբերություններ են ժամանակ, քանի դեռ եկեղեցին չի զբաղվել քաղաքականությամբ։ Դրանից հետո եկեղեցու որոշ հոգևորականներ զբաղվել են քաղաքականությամբ եւ մենք այդ որոշ հոգևորականների մասով որպես քաղաքական մրցակիցներ մեզ տվել ենք գնահատական։ Եկեղեցու մասով եկեղեցու դեմ իշխանությունը արշավ չունի, այդպիսի արշավ չի պլանավորվում։ Ես գլուխ եմ խոնարհում եկեղեցու այն հոգևորականների առաջ, որոնց թիվը եկեղեցում շատ ավելի մեծ է, լինեն այդ հոգևորականների պաշտոնե կուսակրոն թե ոչ, կամ բազմաթիվ հոգևորականներ, որոնք իրենց հոտին կարողանում են առաջնորդել եւ օրինակ են քրիստոնյաների համար։ Եվս մեկ անգամ մասնակցեց Նիկոլ Փաշինյանը, Ջեթ Փաշինյանի հրաժարականը, ընդունել ձեր Ոչ, խոսքը ոչ։ Սրա մասին ընդհանրապես ոչ դուք իմ ասածը հիմա հայեցողական եք մեկնաբանում, ես ասում եմ, որ շատ մեծ է հավանականությունը, որ զավակ ունենալու մասով ենթադրյալ ինֆորմացիան հենց այն ժամանակ է, այո, հենց այն ժամանակ է հանրայնացվել, որի մասին իմացվել է, եւ իմ մոտ տպավորությունն է, որ դուք բոլորդ որպես քրիստոնյաներ շատ հաշտ եք եկեղեցու հիմնական կարգերից մեկի կուսակրոնության խախտման մասով, եւ ձեր մոտ դա բնական է եւ տրամաբանված է եւ բարոյական է եւ հիմա դուք այդ փաստը կարծես թե հաստատ եւ ուրեմն բնական եք համարում եւ դրա զուգահեռ ուզում եք այլ ինֆորմացիա, այլ մեկնաբանություն ստանալ։ Ես կարծում եմ, որ եթե այդպիսին է իրավիճակը, դա շատ վատ է, անկախ դրանից քաղաքական իշխանությունը հայտարարում է դրա մասին թե չէ, դա շատ վատ է եւ կարծում եմ, այո, այդ դեպքում պիտի համապատասխան ուրեմն վերաբերմունք լինի նաեւ քրիստոնյա ժողովրդի կողմից։ Առաջ որ Միրոնոժնիկի արարողության էր Փաշինյանը մասնակցում եւ թիմը իշխող եւս ողջ վերնախավով այդ ժամանակ այդ հարցը չկար, որ ուխտադրուժը հնարավոր է զավակ ունի, հիմա առաջացավ։ Այո, ենթադրում եմ չկար այդ ժամանակ։ Չեմ բացառում, որ նոր են պարզել։ Պարոն Խուդասյան, դուք օրինակ որ հանդիպում Թե դուք հաշտեք այդ մտքի հետ։ Իսկ դուք հաշտեք վարչապետի ընտրած բառապաշարի։ Իսկ դուք հաշտեք այդ մտքի հետ։ Վարչապետը իր բառապաշարի մասով մեկնաբանություն տվել է, ես ավելացնելու բան չունեմ։ Չէ, այդ մտքի հետ օրինակ դուք հաշտեք, որ կարող են բազմաթիվ բարձրաստիճան եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, ովքեր իրենց կարգավիճակի բերումով պիտի կուսակրոն լինեին, կուսակրոն չեն եւ երեխա կամ երեխաներ ունեն։ Օրինակ դուք այդ իրավիճակի հետ Ես ուրախ եմ, որ մեր բոլորի օրակարգում կան հարցեր, որոնց մասին եւ ես եւ դուք նույն կարծիքի ենք։ Պարոն Խուդասյան, հիմա երբ որ քաղաքացին հաշ չէ, որ եկեղեցում կա հոգևորական, որը խախտել է, հա, կուսակրոնության օգուտը, քաղաքացին հաշ չէ նրա հետ, որ 21 թվականին գնացել է ընտրության, քվեարկել է ՔՊ-ի օգտին լրիվ այլ ծրագրի համար, բայց հիմա լրիվ այլ բան է տեսնում։ Այդ քաղաքացին ինչ անի։ Քաղաքացին քաղաքական process-ների մեջ այն քաղաքացիները, որոնք դժգոհ են, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված միջոցներ ձեռնարկելու հնարավորություն ունեն։ Դրանից հետո ենթադրում եմ այդ քաղաքացիների մի մասը, որոնք դժգոհ են կամ դժգոհություններ ունեն, որոշակի փողոցային process-ներում են ներգրավել, ինչին մենք նորմալ ենք վերաբերվում, եւ այն քաղաքացիները, որոնք դժգոհ են կամ դժգոհություններ ունեն, իրենց ձայնը բարձրաձայնելու հնարավորություն կունենան նաև 2026 թվականին։ Քաղաքական process-ների մասով քաղաքացիները իրենց ձայնը բարձրացնելու հնարավորություն են ունեցել առնվազն 2018 թվականին եւ դրանից հետո եւ կարծում եմ քաղաքացիները նույն հնարավորությունը պետք է ունենան, եթե հաշտ չեն ուրեմն վեհարանում տեղ ունեցող process-ների հետ, ներառյալ կուսակրոնության ենթադրյալ խախտման մասով եւ խնդրում եմ քաղաքացուն չզրկել այդ հնարավորությունից եւ եթե կան այդպիսի քաղաքացիներ, որոնք դժգոհ են այդ քաղաքացիների ինչպես քաղաքական իշխանությունից, այնպես էլ հոգեվոր իշխանությունից դժգոհություն արտահայտելու իրավունք եւ հնարավորություն։ Դուք հաշտեք, պարոն Խուդասյան, դուք հաշտեք Արցախի հայաթափմանը։
Հաշտեք Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հետ։ Հաշտեք այս երկու հարցերի հետ կապված։ Եվ եթե հաշտեք, արդյոք այդ իշխանությունը, որի օրոք մենք Արցախ ենք կորցրել, չպիտի նույն ձև ոնց որ վեհարանից են պահանջում հանել, չպիտի նույն ձև կառավարությունից հանվի։ Իշխանությանը հանելու միակ լեգիտիմ ուրեմն եղանակը 2026 թվականի ընտրություններն են։ Դրանից նախորդող միակ լեգիտիմ հնարավորություն են եղել նաև 2021 թվականի ընտրությունները եւ 2021 թվականի ընտրություններին Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը իշխանությանը հնարավորություն է տվել շարունակելու պետական կառավարումը մինչեւ 2026 թվական։ 2026 թվականներին եկել է իշխանության համաժողովրդական մեծ ընդվզման թավշյա ոչ բռնի հեղափոխության արդյունքում եւ դրանից հետո արդեն հաջորդ ընտրություններին, որոնք եղել են 2018 թվականի դեկտեմբերին, մեծ ձայներ ստանալու արդյունքում, եթե դուք այդ լեգիտիմությունը հնչեցիք, որ ուրեմն իշխանությունները լեգիտիմ չեն, ես պիտի պնդեմ, որ Հայաստանի իշխանությունները Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամենալեգիտիմ իշխանություններն են, որովհետև այդ ընտրությունների արդյունքները նախ վարչապետի ուղիղ ընտրության ազգային ժողովում մասնակցել են նաև այդ ժամանակ իշխող, դրանից հետո արդեն ուրեմն ընդդիմադիր դարձող բազմաթիվ քաղաքական գործիչներ են քվեարկել վարչապետի օգտին եւ այդ հարցը առաջին հերթին հենց իրենց պիտի տրվի եւ երկրորդը դրանից հետո 2018 թվականի դեկտեմբերի ընտրությունների արդյունքները քաղաքական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի եւ նաեւ չմասնակից քաղաքական ուժերից ոչ մեկի կողմից չի վիճարկվել, հետեւաբար այո, այդ պնդումի իմ տեղին է կառավարող մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունում լեգիտիմության բարձրագույն մակարդակ ունեցող մեծամասնություն։ Համաձայն եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է պնդում, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվում են ու չեն անում իրենց ծրագիր, այսինքն լրիվ ուրիշ հակառակ ուղղությամբ է գնում, Արցախի հարցը դնում է մի կողմ ինքնորոշման իրավունք։ Ձեր ասածը գնահատականներ են, իսկ ճշող մեծամասնության գնահատականը ճշող մեծամասնության գնահատական դուք 2020 թվականին էլ 2020, հա, իմ ասեմ 2020-ն էլ այլ բան եք ներկայացնում, 2021-ի ընտրությունները այլ իրավիճակ ցույց տվեցին, հիմա այսօր այլ բան եք ներկայացնում, ես վստահ եմ, որ 2026 թվականի հունիսյան ընտրությունները այլ իրավիճակ են ցույց տալու։ Դուք համաձայն եք այն շատ մեծ մեղք, թե վարած քաղաքականության արդյունքում բազմաթիվ զավակների մահվան պատճառ։ Ես հենց այդ նույն հարցը, հենց այդ նույն բառապաշարով եւ հենց այդ ձեր կողմից հնչել է ընդամենը մի քանի օր առաջ այստեղից ոչ մեծ հեռավորության վրա էլի ազգային ժողովում, ես այդ նույն հարցին տվել եմ պատասխան եւ այդ պատասխանին ավելացնելու ոչինչ չկա։ Պարոն Խուդայթյան, դուք Չեք ասել ներողություն։ Ձայնագրությունները կան, կարող եք նայել, վստահաբար կփոխանցեն ձեզ գործընկերները։ համաձայն եք, այսինքն Փաշինյանի այն պնդման հետ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է։ Եթե նկատի ունենք նախագահական երկրորդ ընտրությունները իր երկրորդ ժամկետի հետ կապված Հայաստանի ճնշող մեծամասնությունն է այդ կարծիքով համակարծիք եւ այդ մասը բազմաթիվ անգամներ քննարկվել է նաեւ ընդդիմության ուրեմն հետ պատերազմյան ժամանակների լիդերը եւ վարչապետի կարկառուն տեխնացուն է ընդդիմության պնդել դրա մասին այնպես որ այս հարցը թվականին Նիկոլ Փաշինյանը դուրս էր եկել Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտպանությամբ այս հարցը խորհուրդ եմ տալիս նաեւ տալ ընդդիմության այն ժամանակվա 2018-ի հետ պատերազմյան 2020-ի հետ պատերազմական ժամանակների ընդդիմության կարկառուն լիդեր Վազգեն Մանուկյանը։ Բա ինչու էր 2008 թվականին դուրս եկել 2008 թվականին բազմաթիվ այդպիսի խոսակցություններ են եղել, ոչ դուք սխալվում եք, բազմաթիվ այդպիսի խոսակցություններ են եղել, բազմաթիվ այդպիսի մեկնաբանություններ են եղել, եւ եթե այդ մեկնաբանություններին ժամանակ տրամադրեք, վստահ եմ համացանցը դրան գտնելու Եթե ընտրակեղծարար էր ինչու էր հրապարակում Լևոն 2008-յան պրոցեսների մասով լրիվ այլ իրավիճակ ենք ունեցել, որովհետև փաստացի մի կողմում եղել է ժողովուրդը իր նախագահական ընտրությունների տեխնացիով, մյուս կողմում եղել է ժողովրդից իշխանություն խլած քաղաքական մեծամասնությունը, որը դրանից հետո մարտի 1-ից, այսինքն հետո 10 տարի իշխելու երկիրը կառավարելու հնարավորություն է ունեցել եւ այն պրոցեսներում, որտեղ մի կողմում ժողովուրդն է, իսկ մյուս կողմում ժողովրդից
ուրեմն ընտրակեղծիքների միջոցով իշխանություն խլել ցանկացողները, այդ դեպքում այլ տեղ քան ժողովրդի կողքն է, կանգնելու հնարավորություն չկա։ Իմիջիալոց այդ նույն տրամաբանության մեջ վարչապետը նաև 2013 թվականի ուրեմն նախագահական ընտրություններից հետո, երբ որ ինքը մասնակցում է Ռաֆի Հովհաննիսյանի կազմակերպած ուրեմն հանրահավաքներին, ինքը հենց դրա մասին նաև այնտեղ է ասել 2013 թվականին, որ ես ի սկզբանե չեմ աջակցել Ռաֆի Հովհաննիսյանին, բայց երբ որ ստեղծվում է մի իրավիճակ, երբ որ մի կողքում հիմա նույն իրավիճակը, հիմա նույն շատ հստակ պատասխանում եմ, երբ որ ստեղծվում է քաղաքականության մեջ մի իրավիճակ, որտեղ մի կողմում ժողովուրդն է եւ մյուս կողմում ժողովրդից իշխանություն փորձել գողացող ուրեմն խումբն է, այդ դեպքում կանգնել այլտեղ քան ժողովրդի կողքն է, այլ հնարավորություն քաղաքական գործիչը չունի։ Մեկ անգամ իմ հարցը տամ ավելի փորձեմ ներողություն Նիկոլ Փաշինյանը 2008 թվականին Ազատության հրապարակում հնչեցնում է առաջին նախագահի։ Դուք ձևակերպում եք նույն հարցը, ես ձևակերպում նույն պատասխանը։ Չէ, ես որովհետև մի կողմում, որտեղ ընտրությունները կեղծվել են, մի կողմում կեղծված ընտրություններով ժողովուրդն է, մի կողմում կեղծված ընտրություններով ժողովուրդն է իր քաղաքական լիդերի գլխավորությամբ, մյուսում է ժողովրդից իշխանություն գողանալ փորձող քաղաքական ուժն է եւ քաղաքական ընդդիմադիր քաղաքական գործիչը այլտեղ քան ժողովրդի կողքն է կանգնելու հնարավորություն չունի։ Մի դեպքում ժողովրդի տեխնացուն 2008-ին ժողովրդի տեխնացուն եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, 2013-ին ժողովրդի տեխնացուն եղել է Ռաֆի Հովհաննիսյանը եւ հանրապետության վարչապետը այն ժամանակ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ կանգնել է այն կողմում, որտեղ ժողովուրդն է։ Դրանից հետո քաղաքական գործընթացները գնացել են այլ ուղղությամբ, որի մասով վարչապետը 2013-14 թվականներին հոդված է ունեցել գրած, այդ հոդվածին հիմա չեմ ուզենա հղում անեմ, որովհետև վերնագրի մասով գուցե ուրեմն չկարողանամ վերնագիրը հիշել, բայց պիտի ասեմ, որ այդ հոդվածը այն խորը հակասությունների մասին էր, որ այդ ժամանակ ինքը ուներ ՀԱԿ-ի հետ որպես այն ուրեմն խմբակցություն, որի падգամավոր էր հանդիսանում ինքը, եւ դրանից հետո արդեն process-ները գնացել են այն ուղղությամբ, որի արդյունքում հիմնադրվել են նախ քաղաքացիական պայմանագիր հանրային քաղաքական միավորումը եւ հետո հանրային քաղաքական միավորումը դարձել է կուսակցություն, հետո այդ կուսակցությունը ընտրություններին ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության ձայները, հետո հաջորդ ընտրություններին հաստատել է էլի այդ մեծամասնության ձայները եւ գնում է այն ճանապարհով, որ 2026 թվականին էլի կստանա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծամասնության ձայները։ Վարչապետ Փաշինյանը միացնում է լսեք իր հաղորդաշարին։ Ես պատասխանում եմ ձեր հարցին։ Ես գիտեք ինչ, ես խնդրում եմ իմ ազնվությունը կասկածել մի դրեք, որովհետև ես միշտ ազնիվ եմ եւ ես պատասխանում եմ ձեր հարցին։ Դուք ինձ հարցնում եք ինչ եք կարծում, երբ է դրվել հիմքը։ Ես ասում եմ, որ հիմքը դրվել է 1999 թվականի հոկտեմբերին։ Ենթադրում հիմա ասած հոդվածը տպագրվել է սրանից հետո։ Չէ, սա ավելի վաղ ժամանակների հարցազրույց է, որի մասը իհարկե կոնտեքստին չեմ հասցնի, կոնտեքստին չեմ 2013 թվականի տարեվերջին կամ 2014 թվականի տարեսկզբին վարչապետը ուրեմն հեղինակել է հոդված, որտեղ նշում է իր հակասությունների մասին Հայ ազգային կոնգրեսի հետ եւ դրանից հետո process-ները գնացել են այն ուղղությամբ, որի ականատեսնեք դուք վերջին տարիների ընթացքում։ Դրան նախորդած այդ հարցը կարող եք վարչապետին տալ, որովհետեւ դուք կարճ 20 վայրկյանանոց տեսանյութ եք ասում, որի բովանդակային մասով ես հիմա ծանոթանալու հնարավորություն չունեմ։ Ես ձեզ ասում եմ այն հոդվածը, որով 2014 թվականին իմիջիալոց շատ པարզ եւ կոնկրետ մատնանշվել է այն քաղաքական հակասությունները, որոնք եղել են ժամանակին Հայ ազգային կոնգրեսի հետ, որից հետո արդեն ասացի process-ները գնացել են իմ ասած ուղղությամբ։ Նույն Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը դարձել է падգամավոր, առաջին անգամ այդպես է մտել խորհրդարան։ Վարչապետը Հայ ազգային կոնգրեսում, շատ լավ, վարչապետը Հայ ազգային կոնգրեսում այնպես չի, որ ինքը այդ ձայների ստացման process-ում մասնակցություն չի ունեցել, էական մասնակցություն է ունեցել եւ դրան հաջորդող process-ները ներառյալ Թավշյա ոչ բռնի հեղափոխությունը ցույց տվեցին եկան ապացուցելու, որ վարչապետը քաղաքացիների աջակցությունը վայելող քաղաքական գործիչ է եւ հետագա process-ները սրա
ուրեմն մասին են խոսում մինչ օրս, իմիջիալես մինչ օրս։